Ծննդոց, գլուխ 27 Երբ Իսահակը ծերացավ և աչքերի տեսողությունը թուլացավ, կանչեց իր ավագ որդի Եսավին և ասաց նրան. «Որդիակ», սա ասաց նրան, «ահա ես այստեղ եմ», և ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը։ Հիմա առ քո զենքերը, քո կապարճն ու քո աղեղը, դուրս եկ գնա դաշտ և ինձ համար մի որս արա։ Ինձ համար պատրաստիր իմ սիրած խորտիկները և բեր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։ Ռեբեկան լսում էր, երբ Իսահակը խոսում էր իր որդու Եսավի հետ։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի և բերի։ Իսկ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբի հետ ասելով. «Ես լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբոր Եսավի հետ և ասում. ինձ համար որս բեր և ինձ համար խորտիկներ պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առջև իմ մեռնելուց առաջ։ Հիմա լսիր ինձ որդիս, ինչ որ պատվիրում եմ քեզ։ Գնա հոտերի մոտ և այնտեղից ինձ համար 2 ընտիր ուլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ Դու կտանես քո հորը, նա կուտի և դրա համար կօրհնի քեզ իր մեռնելուց առաջ»։ Հակոբն ասաց իր մորը Ռեբեկային. «Իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։ Գուցե իմ հայրն ինձ շոշափի և ես նրա աչքին խաբեբա դառնամ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»։ Մայրը նրան ասաց. «Քո անեծքն ինձ վրա, որդիս, միայն թե լսիր ինձ և գնա ուլերը բեր ինձ համար»։ Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։ Ռեբեկան առավ իր մեծ որդի Եսավի լավագույն հանդերձները, որ տանն իր մոտ էին, և հագցրեց իր փոքր որդի Հակոբին։ Եվ ուլերի մորթիներն էլ հագցրեց նրա ձեռքերին ու վզի լերկ տեղին։ Եվ խորտիկները և այն հացն էլ, որ պատրաստել էր, տվեց իր որդի Հակոբի ձեռքը։ Նա գնաց իր հոր մոտ և ասաց. «Հայր իմ»։ Հայրն ասաց. «Ահա ես այստեղ եմ, ո՞վ ես դու, որդիս»։ Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ, քո անդրանիկը։ Ես արեցի ինչպես որ ասացիր ինձ։ Վեր կաց, նստիր և կեր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ»։ Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ինչ շուտ գտար որսը, որդիս»։ Նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»։ Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցիր և թող շոշափեմ քեզ, որդիս, թե արդյոք դու ես իմ որդի Եսավը, թե ոչ»։ Հակոբը մոտեցավ իր հորը Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։ Եվ չճանաչեց նրան, որովհետև ձեռքերը նրա եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին, և օրհնեց նրան։ Եվ ասաց. «Սա դու ես իմ որդի Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։ Իսահակն ասաց. «Մոտեցրու ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։ Հակոբը խորտիկները մոտեցրեց նրան, և նա կերավ, և գինի բերեց նրա համար ու նա խմեց։ Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցիր և համբուրիր ինձ, որդիս»։ Նա մոտեցավ և համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան ու ասաց. «Տես, իմ որդու հոտը նման է այն դաշտի հոտին, որ օրհնեց Տերը։ Թող Աստված քեզ տա երկնքի ցողից, երկրի պարարտությունից և ցորենի ու գինու առատություն տա։ Ազգեր ծառայեն քեզ և ժողովուրդներ երկրպագեն քեզ։ Տեր եղիր քո եղբայրների վրա և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները։ Քեզ անիծողներն անիծյալ և քեզ օրհնողները օրհնյալ լինեն»։ Երբ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր Իսահակի առջևից, որսից եկավ նրա եղբայր Եսավը։ Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց իր հոր մոտ և ասաց հորը. «Վեր կաց, հայր իմ, և կեր քո որդու որսից, որպեսզի քո օրհնությունը տաս ինձ»։ Նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»։ Իսահակը սարսափահար սաստիկ ցնցվեց և ասաց. «Հապա նա ով էր, որ որս էր արել ու բերել ինձ
Եվ քո գալուց առաջ ես կերա ամենից և օրհնեցի նրան, նա օրհնված էլ կմնա։ Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, մեծ և դառն աղաղակով սաստիկ լաց եղավ և ասաց իր հորը. «Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ»։ Իսահակն ասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնությունը»։ Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ, ահա այս 2 անգամ է, որ խաբում է ինձ, իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ»։ Եվ ասաց. «Ինձ համար օրհնություն չես թողել»։ Իսահակը պատասխանեց և ասաց Եսավին. «Ահա նրան քեզ վրա տեր դրեցի, նրա բոլոր եղբայրներին նրան տվեցի ծառաներ լինելու համար, և նրան ապահովեցի ցորենով ու գինով, հիմա քեզ համար ինչ անեմ, որդիս»։ Եսավն ասաց իր հորը. «Մի՞թե դու միայն մեկ օրհնություն ունես, հայր իմ, ինձ էլ օրհնիր, հայր իմ»։ Եվ Եսավը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան և ասաց. «Ահա քո բնակարանը լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից վերևից։ Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես, բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։ Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։ Ռեբեկային հայտնեցին իր մեծ որդու Եսավի խոսքերը։ Նա մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին և ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժ լուծել քեզնից և սպանել քեզ։ Հիմա լսիր իմ խոսքը, որդիս, փախիր, գնա Խարան, իմ եղբայր Լաբանի մոտ։ Նրա մոտ բնակվիր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա, մինչև որ քո եղբոր բարկությունն անցնի քեզանից և նա մոռանա այն, ինչ որ արել ես իրեն։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից, ինչու զրկվեմ երկուսիցդ մեկ օրում»։ Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից քետի աղջիկների պատճառով։ Եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու քետի աղջիկներից, էլ իմ ինչին է պետք կյանքը»։